Պարոն Աբրամյան, մի հարց էլ ես տամ, դուք ներկայացրեցիք պարոն Վարդևանյանի, այդ թվում, չէ, կարող եք ուղիղ նայեք, ես ձեզ տեսնում եմ։ Դուք ներկայացրեցիք պարոն Վարդևանյանի նաև քաղաքական գործունեությունը, դե բնականաբար ասացիք, որ 2021 թվականին Հայաստան դաշինքի կազմում է ընտրվել падգամավոր, հիմա բնականաբար ուժեղ Հայաստան դաշինքի, իսկ նախկինում մասնակցել է պարոն Վարդևանյանը ընտրություններին որևէ փուլում, եղել է որևէ նախընտրական ցուցակում եւ եթե այո, որ ուժի։ Շնորհակալություն հարցի համար, հարցին առավել քան մանրամասն կպատասխանի պարոն Արամ Վարդևանյանը, պարոն Ռուբինյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես վստահ եմ, որ պարոն Վարդևանյանը կկարողանա այդ հարցին պատասխանի, բայց իմ հարցը ճիշտն ասած ձեզ էր ուղղված, որովհետև ամեն դեպքում ձեր քաղաքական ուժն է ներկայացնում պարոն Վարդևանյանին, նրա քաղաքական ամբողջ կենսագրությանը պիտի որ ծանոթ լինեք։ Խնդրում եմ, եթե գիտեք, պատասխանեք, եթե չգիտեք, ասեք, որ չգիտեք։ Այո, ինչպես պարոն Հայկ Կոնջորյանը, որ 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, պարոն Վարդևանյանը ևս եղել է, մանրամասները կներկայացնի հենց պարոն Վարդևանյանը։ Ես ճիշտ ասած կուսակցության անդամ լինելու մասին չէի հարցնում, այլ նախընտրական ցուցակում ընդգրկված լինելու, բայց շատ լավ, պարոն Վարդևանյանից կճշտենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։